Նախորդ տարի ստացված 688 բողոքի 58%-ը վերաբերում է քաղաքաշինության բնագավառին։ Այս մասին տեղեկացրեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ամփոփելով 2025 թվականի աշխատանքները։ Հավելեց, ընդհանուր բողոքների շուրջ 50%-ը վերաբերում է Երևանին։ Այն դիմումները, որոնք չեն առնչվել տեսչական մարմնի լիազորություններին, վերահասցեագրվել են։ Ընդհանուր առմամբ տեսչական մարմնի վերաբերելի 309 բողոքների 86%-ը լուծվել է, այս պայմանությամբ ունենք շուրջ 140 դիմում բողոք, որը այս ընթացքի մեջ է։ Հրդեհային անվտանգության ոլորտում նախորդ տարի իրականացվել է 2200 վերահսկողական միջոցառում, որի արդյունքում հայտնաբերվել է 3100 խախտում։ Նախորդ տարի շուրջ 1200 օբյեկտի և արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեություն է կասեցվել։ Բենզա և գազալցակայանների մասով իրականացված վերահսկողական միջոցառումների մասին ասեմ, որ 25 թվականի ընթացքում նման 70-ից ավելի օբյեկտի գործունեություն է կասեցվել։ Հիմնական խախտումները վերաբերում են հրդեհաշիջման սկզբնական միջոցների բացակայությանը, հրդեհաշիջման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերին։ Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ուժի մեջ են մտել տեխնիկական անվտանգության հեղուկ վառելիքի լցավորման կայանների անվտանգ շահագործման նոր պահանջները։ Հեղուկ վառելիքի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են 1 տարվա ընթացքում օբյեկտները համապատասխանեցնել տեխնիկական անվտանգության նոր կանոններին եւ այդ ժամանակահատվածում չհամապատասխանեցնելու պարագայում տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի իմաստով դրանց շահագործումը դադարեցվելու է։ Քաղաքաշինության ոլորտում նախորդ տարի իրականացվել է 1600 ստուգում և դիտարկում, շուրջ 750 խախտում է արձանագրվել։ Տեսչական մարմնի մասնագետները մասնակցել են 4000-ից ավելի շինարարական օբյեկտների ավարտի փաստագրման հանձնաժողովի աշխատանքներին։ Շուրջ 1300-ի մասով տրվել է բացասական եզրակացություն։ Հիմնական խախտումները վերաբերում են թերի ներկայացված փաստաթղթերին։ Շատ են խախտումները շինհրապարակների ոչ պատշաճ կահավորման մասով, ունենք նաև նախագծային շեղումներ, ունենք շեղումներ, որոնք դիտարկվել են օրենքի տրամաբանությամբ էական կամ ոչ էական։ Խոսելով նորակառույց շենքերի շահագործման հանձնելու ժամկետները ուշացնելու մասին, Խաչատրյանը նշեց, դրանք ունեն և օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր։ Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հենց կառուցապատողները պատշաճ փաստաթղթերը չեն ներկայացնում եւ տեսչական մարմնի բազմաթիվ հորդորներին փաստաթղթերի ցանկը տրամադրելուն թե կոնկրետ ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ շահագործման ակտը նշագրելու համար բազմաթիվ դեպքեր ունենք, որ այդ փաստաթղթերը հենց կառուցապատողների կողմից են ուշացումով տրամադրվում։ Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հայտ է ներկայացվում փաստագրման հանձնաժողով ձևավորվելու եւ մասնակետը տեղում պարզում է, որ այդ շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն։ Տրանսպորտի անվտանգության մասով իրականացվել է 50,000-ից ավելի ստուգում եւ դիտարկում, հայտնաբերվել է 4000-ից ավելի խախտում։ Որոնք են ուղևորափոխադրող կազմակերպությունների խախտումները, տեսչական մարմնի ղեկավարը պարզաբանեց։ Չվացուցակով նախատեսված մեկնաժամերի խախտումներ, երթուղու ուղեգծից շեղումներ, սկզբնակետի եւ վերջնակետի խախտումներ, ճանապարհային թերթիկի բացակայություն կամ թերթիկում համապատասխան նշումների բացակայություն, իսկ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասով, երբ տրանսպորտային միջոցը չի ընտրվել մրցութային կարգով, սպիտակ համարանիշներով իրականացվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Անդրադառնալով էներգետիկայի և էներգասպառման ոլորտին, Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 2200 տեխնիկական ստուգում, հայտնաբերվել է 4466 խախտում։ Հիմնականում արձանագրվել են շեղումներ տեխնիկական նախագծերից, եղել են անվտանգության գոտիների խախտումներ։ Խոսելով հողօգտագործման ոլորտից, Խաչատրյանը տեղեկացրեց, 18 համայնքում իրականացվել են ստուգումներ, հայտնաբերվել է 462 խախտում։ Հիմնականում խախտումները վերաբերվում են հողամասերի հրապարակային սակարկությունների օտարման ընթացակարգերի խախտումներին, ուղղակի վաճառքի միջոցով օտարման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման ընթացակարգերի խախտումներին, ունենք նաև շահերի բախման դեպքեր, հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության օգտագործման բազմաթիվ խնդիրներ։ Այս տարի իրականացվելու են 2025-ին տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ, վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն խոշոր արտադրական օբյեկտներում։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։